կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Բացի բաց ճնշումներ են։ Պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Սա մեկ հոգու կամք է եւ բազմաթիվ կամակատարներ, որ իրականացնում են։ Մի կողմ դնելով օրենքը, մայր օրենքը։ Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ով է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը, ով է վերցնելու։ Չկա նման բան պարզապես։ Կարևոր գործեր են, հստակ ինչ-որ ցուցումներով կամ ինչ-որ նպատակներով։ Հաղորդում ա եղել հանցագործության մասին եւ հանցագործության մասին հաղորդմանը եղել է արձագանք։ Կամակատարներ են բոլորը, խամաճիկներ։ Չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ Տնային հանձնարարական են տվել մարտամեկին Ալիևի հայրենակցին եւ նա էլ կատարում է։ Հնարավոր է, որ ձեր կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մի մաս է կազմում։ Ես ձեր հարցին պատասխանում եմ ոչ եւ կարող է հնչել հարց։ Իսկ ձեր հարցը արդյոք պատահական համընկավ նամազի մեկնարկի հետ։